Ավելի քան 50 հասցեներում խուզարկությունից մինչև ձերբակալություններ։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատախազը հանրային քրեական նոր հետապնդում է հարուցել։ Հանրային քրեական հետապնդում հարուցվել է պաշտոնական դիրքի չարաշահման, փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացման մեղադրանքներով։ Առավոտյան ձերբակալված Ռոբերտ Քոչարյանին հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Նրա ինքնազգացողությունը վատացել է, արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին բնականաբար չենք հաղորդել։ Ներկա պահին բժիշկը ելնելով այդ փաստից հավելյալ հետազոտության կարիք է տեսել։ Օրվա ընթացքում նաև խուզարկություն է իրականացվել Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեում է եղել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Շենք մուտք գործելիս Սարգսյանը նշել է, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու են իրեն կանչել։ Քոչարյանից բացի գործով մեղադրանք է ներկայացվել եւս 9 անձի նկատմամբ։ Նրանց թվում են Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Local Developers ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած եւ շինարարական գործունեություն իրականացնող Այգեձոր ընկերությունը ղեկավարած Արամայիս Ոսկանյանը, նրա կինն ու երկու դուստրերը։ Ըստ դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթով պարզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը 1998-ից 2008 թվականներին նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գնով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք հույքեր։ Ձեռբերված պայմանավորվածության համաձայն հիմնադրվել են մի շարք ընկերություններ։ Ընկերությունները հիմնադրվել են Արամայիս Ոսկանյանի, ով ինչպես արդեն նշեցի, Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենն է եղել, իր եւ իր ընտանիքի անդամների անուններով։ Հանցավոր մտադրության իրականացմանը ներգրավել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը։ Ըստ դատախազության Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը մի շարք օրենքների խախտմամբ կառավարության հաստատմանն է ներկայացրել հողամասերն առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու մասին որոշման նախագիծը, որով թույլատրվել է Երևանի Աճարյան եւ Սարավաղբյուր փողոցներին հարող 4 հեկտար եւ Կասկադ համալիրին հարակից 2 հեկտար մակերեսորով հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել Ռոբերտ Քոչարյանի ու Արամայիս Ոսկանյանի հետ փոխկապակցված Սամվել 10 ՍՊ ընկերությանը։ Այդ որոշումը 2001-ի սեպտեմբերի 6-ին ընդունել է կառավարությունը, վավերացրել Ռոբերտ Քոչարյանը։ 2001-ին Արամայիս Ոսկանյանը դստեր անվամբ հիմնադրել է Fast Card ընկերությունը, որն էլ Սամվել 10 ընկերության հետ կնքել է այս հողամասի առուվաճառքի ձևական պայմանագիր։ 4 հեկտար մակերեսով հողատարածքն օտարվել է մոտավորապես 13 միլիոն դրամ արժեքով, ինչը շուկայական արժեքից մոտ 15 անգամ ավելի ցածր է եղել։ Կասկադ համալիրի ձախակողմյա հատվածում գտնվող 2 հեկտար հողամասը ձեռք է բերվել 39 միլիոն 630 հազար դրամով։ Այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է 1 միլիարդ 741 միլիոն 931 հազար դրամով։ Աճարյան փողոցում 4 հեկտար հողատարածքին, բացի այդ վարձակալության իրավունքով սկզբնական տրամադրված 4 հեկտարից, հետագայում արդեն Երևանի քաղաքապետի կողմից կայացված որոշումներով ավելացվել է եւս նախ 3.94 հեկտար հողատարածք, այնուհետև եւս 3880 քառակուսի մետր հողատարածք, ընդհանուր կազմելով 8.3 հեկտար։ Ըստ քննության Աճարյան եւ Ծարավաղբյուր փողոցներին հարող 8.3 հեկտար հողամասը ձեռք է բերվել 44 միլիոն 657 հազար դրամով, որտեղ 2002-ին կառուցվել է Play City ժամանցային կենտրոնը, իսկ 2 տարի անց 2004 թվականի նոյեմբերի 15-ին գույքի սեփականատեր Fast Card ընկերության 50% բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել եւ գրանցվել է նախին նախագահի որդու անվամբ։ Երրորդ հողատարածքը Պարոնյան 8 հասցեի հողատարածքն է, որը 54 հազար դրամով եւ կառավարության ստանձնած որոշակի պարտավորությունների զիջման պայմանով փոխանցվել է կրկին այդ նույն երրորդ անց հանդիսացած ընկերությանը։ Ընկերությունը 54 հազար դրամով ձեռք բերելով Պարոնյան 8 հասցեի հողատարածքը, իհարկե որոշակի պարտավորությունների զիջմամբ եւս, միայն այդ պարտավորությունների փոխհատուցմամբ հողատարածքը օտարել է կրկին Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությանը։
Եղարքունիքի մարզում գտնվող Կապուտակ Սևան հանգստյան համալիրը ձեռք է բերվել 83 միլիոն 669 հազար դրամով, իսկ համալիրի սեփականատեր Artbuild ընկերության 50% բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առողջարքի գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Հայտ ներկայացրել են երկու ընկերություններ, որոնցից մեկը փոխկապակցված է եղել երկրորդ նախագահի եւ Արամայիս Որսկանյանի հետ, այսինքն Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի հետ, հիմնադրված է եղել վերջինիս Դստեր անվամբ ընկերությունը, խոսքը վերաբերում է Artbuild ընկերությանը։ Ընկերությունը Կապուտակ Սևան առողջարանը ձեռք բերելու համար պետությանը ներկայացրել է 83 միլիոն 699 հազար դրամ գնառաչարկ, միևնույն ժամանակ որպես հետագա լրացուցիչ պարտավորություն առաջարկել է 200 միլիոն դրամի ներդրումներ։ Artbuild ընկերությունից բացի գնառաչարկ է ներկայացրել նաև Arsoil ընկերությունն առաջարկելով բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարել 80 միլիոն դրամ, հետագայում 250 միլիոն դրամ ներդրումներ իրականացնելու պայմանով։ Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել Artbuild ընկերությանը։ Հաջորդ դրվագով թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց Պոակին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեի 29,000 քառակուսի մետր հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քառակուսի մետր շինությունը ձեռք են բերվել 12 միլիոն 267 հազար դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է Orange Fitness Premium ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50% բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքով գրանցվել է Քոչարյանի որդու հիմնադրած ընկերության անվամբ։ Մոտ 13 միլիոն դրամի չափով օտարումից հետո ընկերությունը գրավադրվել է բանկում 1 միլիարդ դրամ արժեքի դիմաց։ Եվ կենտրոն համայնքում 3 հեկտար հողատարածքի վրա զբաղեցրած ուսումնական կենտրոնը օտարվել է շուկայական արժեքից շատ անհամեմատ ցածր արժեքով, իսկ արդեն 2009 թվականին ձեռք բերող ընկերության 50% բաժնեմասը գրանցվել է նախագահի որդի Սեդրակ Քոչարյանի անվամբ։ Նախաքննությամբ նաև պարզվել է, որ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Վազգեն Սարգսյանի 20 հասցեի Սպայի տան շենքը եւ Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինությունը մի շարք իրավական նորմերի խախտմամբ պետական սեփականությունից դուրս բերելու եւ Պիացա Գրանտե ընկերության նոտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է ընդհանուր 2 միլիարդ 633 միլիոն 934 հազար դրամ արժողությամբ 56 անշարժ գույք, որոնց իրական պատկանելությունն ու ծագումը քողարկելու նպատակով գույքերը ձևական առողջարքի պայմանագրերով գրանցվել են նրա ընտանիքի անդամների եւ նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների անուններով։ 2005 թվականի կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության համար իրականացված շինարարական աշխատանքների համար կառավարությունը թույլատրել է Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանին, որպեսզի պայմանագիր կնքի ռուսական Ինգեոկոմ Երևան ընկերության հետ, որով պետության համար մատուցած ծառայությունների դիմաց որպես վարձավճար ընկերությանը փոխանցվել է Վազգեն Սարգսյան այն ժամանակ 20, ներկայում Վազգեն Սարգսյան 10 հասցեում գտնվող Սպայի տուն, պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունը եւ դրա զբաղեցրած հողատարածքը, ինչպես նաեւ Նալբանդյան 16 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը եւ դրանով ծանրաբեռնված դրա զբաղեցրած հողատարածքը։ Ռուսական ընկերությունը պետության հանդեպ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ չկատարելուց հետո Պաշտպանության նախարարին տեղեկացնում է, որ ցանկանում է պետությանը վերադարձնել Սպայի տուն մշակութային հուշարձանը եւ դրա հողատարածքը, նաեւ Նալբանդյան 16 հասցեում գտնվող կիսակառույց շենքն ու հողատարածքը, սակայն մինչեւ գույքը վերադարձնել է կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը, ապօրինի որոշմամբ թույլ էր տվել ռուսական ընկերությանը քանդել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը։ Արդյունքում պետությանը պետք է վերադարձվեր արդեն դատարկ հողատարածք։ Կառավարության որոշմամբ թույլատրվել է Պաշտպանության նախարարությանը հետ ընդունել հողատարածքները, հետագայում դրանք տնօրինելու լիազորությամբ։ Հետագայում արդեն որպես գնորդ ներկայացվել է Պիացա Գրանտե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը եւ այստեղ եւս սահմանված կարգի խախտմամբ հողային օրենսգրքով եւ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ընթացակարգի խախտմամբ չի պահպանվել պետական գույքի մասնավորեցման ձևը։ Ըստ վերջին դրվագի Պաշտպանության նախարարությանը պատկանող Ծովակալիսակովի պողոտայի 22 եւ 22-ի 4 հասցեներում գտնվող, այդ թվում գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողամասերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 1 միլիարդ 393 միլիոն
870,000 դրամ։ Մինչդեռ դրանք Քոչարյանի հետ մտերիմ Սամվել Մարիապետյանին պատկանող ընկերությանը վաճառվել են 4 անգամ ավելի ցածր արժեքով։ Ըստ քննության հողամասերն անհամեմատ ցածր գնով վաճառելու եւ Հայաստանում ճապոնական Toyota ընկերության ներկայացուցչության անխոչնդոտ հիմնադրումն ապահովելու դիմաց 2006-ին Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է Toyota Երևան ընկերության 30% բաժնեմասը, որի հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել է Սեդրակ Քոչարյանի անվամբ։ Փաստացի Սեդրակ Քոչարյանը որևէ ներդրում չունենալով ընկերության հիմնադրման եւ գործունեության սկզբում ձեռք է բերել ընկերության 30% բաժնեմասը։ Սեդրակ Քոչարյանի անվամբ 30% բաժնեմասի գրանցումը հետապնդել է ոչ միայն կաշառքի առարկա ստանալու նպատակ, այլ նաև դա քողարկելու նպատակ։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 3 հասցեում գործող Ստեփան Օրիչի եւ Թումանյան 12 հասցեում գործող հագուստի առևտրով զբաղվող խանութների, մասնավորապես Գրիտի ՍՊ ընկերության տնօրենների նկատմամբ, որը ներառել է 2007-ից 2026 թվականի ընկած ժամանակահատվածներում տնօրենների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հանցակազմը, մասնավորապես մի տնօրենին մեղսագրվել է 1 միլիարդ 577 միլիոն դրամի չափով առանց հարկերից խուսափում, մյուս տնօրենի նկատմամբ 328 միլիոն դրամով հարկերից խուսափում։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Play City ապրանքային նշանի ներքո գործող Fast Card ընկերության տնօրենի նկատմամբ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափի 141 միլիոն 54 հազար դրամ հարկերը չվճարելու համար։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևան քաղաքի Ծիծեռնակապերտի 7 կոտորակ 1 հասցեում գործող Orange Fitness ապրանքային նշանի ներքո գործող համապատասխան ՍՊ-ի տնօրենի նկատմամբ 520 միլիոն դրամի չափով հարկերից խուսափելու փաստի առթիվ։ Իրավասու դատարան է ներկայացվել Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու միջնորդություն։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ եւս կներկայացվի կալանք խափանման միջոց կիրառելու միջնորդություն։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն անցնում է նաև մարտի 1-ի գործով, որի նախնական դատալսումները շարունակվում են։ Քրիստինե Թորոսյան, Սեյրան Անտոնյան, Լուրեր։